Պարոն վարչապետ, կառավարության նիստում դուք խոսեցիք ջրի խնդրի մասին, ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տարածած հաղորդագրության վրա, ըստ որի Բյուրեղավանում տեղի ունեցած դեպքը պայմանավորված էր հենց ջրով, այնտեղ մանրէներ էին հայտնաբերվել։ Ինձ հետաքրքիր է պաշտոնական այս հաստատումից հետո արդյոք վիոլա ջրի նկատմամբ պատասխանատվության գործընթաց հետևելու է թե ոչ, ի վերջո բազմաթիվ մարդկանց առողջությանը վնաս է հասցվել, այդ թվում երեխաների, եւ ընդհանուր առմամբ վիոլա ջրի ընկերությունում առկա խնդիրների մասին տեսչական մարմինը եւս բարձրաձայնել էր, թե ջրի կորուստների, թե ընդհանուր առմամբ ջրի կառավարման հարցի հետ կապված ինչ լուծում է տեսնում կառավարությունը։ Շնորհակալ։ Ես ուզում եմ մենք մի բան արձանագրենք։ Ես 2000 հիմա հիշեմ որ թվականին։ Երևի 2004 թվականին եթե հիշողությունս չի դավաճանում, որպես լրագրող հայաստանցի լրագրողների եւ խմբի հետ եղել եմ Վիոլա ջուր ընկերության կենտրոնականում ծանոթացել եմ ընկերության գործունեությանը, ընդհանրապես Վիոլա ջուր ընկերությունը համաշխարհային գիգանտներից է ջրի կառավարման եւ Հայաստանում այն խնդիրները որ կան, այդ խնդիրները ոչ բոլորի պատասխանատուն է եւ մեղավորը Վիոլա ջուր ընկերությունը, այլ շատ դեպքերում դրա պատճառը մեր մոտեցումների անհամապատասխանությունն է ավանդաբար այն պայմանագրերին, որոնք ստորագրվել են։ Ես ուզում եմ ասել նաեւ Ֆրանսիայի նախագահի այցին ընդառաջ, որ մենք Վիոլա ջրի հետ, այդ թվում առաջիկա շրջանում համագործակցության հույսեր ունենք, բայց մենք հույս ունենք, որ մեր համագործակցության որակը կփոխվի, իսկ դրա համար պետք է անել անհրաժեշտ քայլեր, որովհետև եւ կարծում եմ, որ էլի Վիոլա ջուր ընկերությանը պետք չի դեմոնիզացնել մեր ընթացակարգերում եւ մեր մոտեցումներում, ջրի նկատմամբ մեր մոտեցումներում կան բազմաթիվ խնդիրներ եւ մենք այդ խնդիրները պետքա լուծենք։ Իսկ խնդիրները, ասում եմ, ամբողջ հանրապետությունում մենք Վիոլա ջրին դրել ենք հնամաշ ըստ էության քայքայված ջրային համակարգի վրա, բայց մենք պետք է հասկանանք, մենք ներդրումներ պետք է անենք այդտեղ։ Ինչպես այդ ներդրումները անենք, ինչպես պետք է հետ գա այդ ներդրումները, որովհետև փողը դնելը մի բան է, բայց այդ դրած փողը պետք է արդյունք բերի։ Սկսած նաև նրանից, որ ջրի օգտագործված ջրի համար վճարումների կուլտուրան, ձևը, ծավալը պետք է նաև համապատասխան լինի։ Այսօր շատ գյուղերում այո, մարդիկ ասում են, հիմա չեն ասում, որովհետև ես դրա մասին շատ եմ խոսացել, որ ասում են, մեր սարերի ջուրը բերում են, ինչի պետք է վճարեն։ Ես ասում եմ, ջրի համար չի վճարը, այլ նրա համար է, որ ասում եմ, մեր պապերի ջուրն է, որովհետև մեր պապերը գնում էին գրաստներով ջուր էին բերում սարից կամ չգիտեմ, այդ վճարը հիմնական մասով այդ ջուրը կիլոմետրերից բերել բնակարան հասցնելն է, նրա շարունակականությունը ապահովելն է, անվտանգությունը եւ հարմարավետությունը ապահովելն է։ Մենք պետք է հասկանանք, որ այս խնդիրը կա։ Երկրորդը մարդիկ ոռոգման համար են օգտագործում խմելու ջուրը, խմելու ջրի հետ կապված խնդիրներ կամ քայքայված համակարգեր են բառից բուն իմաստով։ Ես կոնկրետ դեպքին չեմ մարտահայտում, այնտեղ որտեղ կոնկրետ դեպքը հետաքննություն պետք է լինի, կպարզվեն մեղավորներ, անկախ նրանից Վիոլա ջրից են, թե որևէ այլ կազմակերպությունից են, պատասխանատվությունը անհատական եւ օրենքով սահմանված դեպքում, եթե իրավաբանական անձն էլ պատասխանատվություն ունի, այդ իրավական ընթացակարգը այդ պատասխանատվությունը վրա կհասնի։ Իմ ասածը ուրիշ բան է, որ ես արձանագրում եմ, որ Վիոլայի նման ընկերության հետ համագործակցության հնարավորությունը մենք ճիշտ չենք օգտագործել եւ պետք է ճիշտ օգտագործենք։ Եվ խնդրում եմ, առաջարկում եմ, որ օրանժի պատմությունը չբերենք, որ օրանժը եկավ Հայաստանում ներդրում արեց, հետո ստեղը հասցրեցին, թողեց գնաց։ Իր ներդրումային հետևանքներով։